Վարորդական իրավունքից զրկվածներին երկրորդ հնարավորություն տալու Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացել է կառավարության հավանությանը։ Օրենքում համապատասխան փոփոխություններ անելու առաջարկը կներկայացվի ազգային ժողովի քննարկմանը։ Նախագծով առաջարկվում է վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին հնարավորություն տալ առաջին անգամ վերականգնել այն առանց որակավորման քննություններ հանձնելու, վճարելով 50,000 դրամ պետական տուրք եւ անցնելով 1 տարվա փորձաշրջան 6 տուգանային միավորով։ Եթե բալերը չսպառվեն, հաջորդ տարի վարորդը կստանա սովորական 13 միավոր։ Վարելու իրավունքից երկրորդ անգամ զրկվելու դեպքում վարորդն այլևս չի կարողանա վերականգնել այն առանց քննության։ Ավելի վաղ քարոզարշավի ընթացքում իրեն մոտեցած նույն մարդկանց Փաշինյանն ասել էր, որ այս հարցով զրուցել է ներքին գործերի նախարարի հետ ու փորձել հասկանալ, թե օրենսդրությամբ անձամբ ինքն ինչպես կարող է հարցին լուծում տալ։ Պարզվել էր, օրենքով չկա ուրիշ տարբերակ, քան գնալ եւ 1 տարի անց կրկին քննություն տալ ու վարորդական իրավունքը վերականգնել։ Պաշտպան հայրենիաց ծրագրով ծառայություն անցնող զինծառայողների կողմից 5 տարի ժամկետով կնքված առաջին Պաշտպան հայրենիաց ծրագրով պայմանագրային զինծառայողները կունենան լրացուցիչ վճարումներ։ Գործող ծրագրով ժամկետային զինծառայողը ծառայելով 4 ամիս կարող է կնքել 5 տարվա պայմանագիր, որի ավարտից հետո ստանալ 5 միլիոն դրամ պարգևավճար ծառայության տարիներին ստացած աշխատավարձից բացի։ Զինծառայողը պայմանագիր կնքելու պահից համարվում է ծրագրի շահառու, պարզապես երկարաձգման վերաբերյալ պայմանագիր է կնքում։ Սա վերաբերում է բոլոր զինծառայողներին անկախ կրթության մակարդակից, այսինքն ստանում են եւ աշխատավարձ, եւ իրենց բնակավայրին մոտ ծառայելու հնարավորություն եւ պարգևավճար պայմանագրային ծառայության ավարտին։ Ազգային ժողովի ընդունած նախագծով Պաշտպան հայրենիաց ծրագրի շահառուների պայմանագրերը կերկարաձգվեն եւս 2-ից 5 տարով։ Նոր փոփոխության արդյունքում շահառուները կստանան 2 տարվա համար 1.5 միլիոն դրամ, եւս 5 տարի ծառայելու համար 5 միլիոն դրամ պատվովճար, այսինքն 10 տարվա հանրագումարով կստանան 10 միլիոն դրամ պատվովճար։ Հայաստանի համար գազի մատակարարման արտոնությունը Ռուսաստանի հաշվին է, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այսպես նա անդրադարձել է հայտարարություններին, թե Ռուսաստանը կարող է միակողմանիորեն կասեցնել կամ չեղարկել Հայաստան գազի, նավթամթերքի եւ չմշակված ադամանդների առանց մաքսատուրքի մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի Եվրամիության հետ մերձեցման քաղաքականությունը։ Նախորդին Դաշնության էներգետիկայի նախարարը հայտարարել էր, որ նամակ է ուղարկել հայկական կողմին, նշելով, որ Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության խորացման ուղղված շարունակական գործնական քայլերը սպառնում են հայ-ռուսական առևտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության պահպանմանը, որի հիմքերից մեկն էլ երկկողմ միջազգային պայմանագրերն են։ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ որևէ նամակ կամ ծանուցում նշվածի վերաբերյալ չեն ստացել։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն կրկին կալանավորել են։ 5-րդ ալիքի տեղեկություններով Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցի հարցը պետք է քննվեր հաջորդ ամիս, սակայն դատախազությունը արտահերտ նիստ նշանակելու միջնորդություն է ներկայացրել։ Առաջին ատյանի դատարանը 3 կալանավորելու որոշում է կայացրել, երեկոյան նրան կալանավայր են տեղափոխել։ Փաստաբան Հովանես Ղարաքեշիշյանը հայտնել է, որ դատական նիստն անց է կացվել առանց պաշտպանների մասնակցության։ Ծանուցում ենք ստացել դատական նիստի նշանակման մասին, սակայն հայտնել ենք, որ չենք կարող մասնակցել։ Բեռնվածության պատճառով, ասել է նա։ Փաստաբանները դեռ չեն ստացել դատարանի որոշումը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին անվանել է բռնակալ։ Նա հույս է հայտնել, որ աշխարհի մուսուլմանները Նեթանյահուին շուտով իրեն արժանի լավ դաս կտան։ Էրդողանը մաղթել է, որ այդ օրը հնարավորինս շուտ գա։ Թուրքիայի առաջնորդը բազմիցս է հանդես եկել նմանատիպ կոշտ հայտարարություններով Իսրայելի վարչապետին համեմատելով Հիտլերի հետ։ Ուկրաինական ուժերը հրթիռներով եւ անօդաչուներով հարվածել են Սևաստոպոլին, խոցվել է 20 ԱԹՍ, հրթիռի հարվածից բռնկվել է Կենտրոնական բանկի շենքի տանիքը, վնասվել են նաեւ բնակելի տներ եւ այլ շենքեր։ Քաղաքի նահանգապետի փոխանցմամբ հարձակման հետևանքով տուժել է 2 մարդ։ Նա նշել է, որ թիրախը ֆինանսական համակարգի ապակայունացումն էր, ինչին սակայն հակառակորդը չի հասել։ Պենտագոնը զգալիորեն կրճատել է Եվրոպայում հնարավոր ճգնաժամերի եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցների պաշտպանության համար նախատեսված ամերիկյան զորակազմը, հայտնել է Wall Street-ը։
Այս որոշումը պայմանավորված է Չինաստանի զսպման նպատակով ավելի շատ ուժեր դեպի Ասիա-Խաղաղօվկիանոս տարածաշրջան տեղափոխելու ռազմավարությամբ։ MBC-ն հայտնել է, որ ամերիկյան ռազմական գերատեսչությունը պատրաստել է Իրանի տարածքում լրացուցիչ թիրախների նոր ցանկ, եթե նախագահ Թրամփը որոշի վերսկսել հարձակումները։ Փորձագետները սակայն նշել են, որ այդ թիրախների հայտնաբերումն ու խոցումը անհամեմատ ավելի բարդ է լինելու։ Այս ֆոնին Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության կոմիտեի անդամ Ալայդին Բորուջերդին հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հնարավոր համաձայնագրի նախագիծն արդեն ներառում է 60-օրյա համապարփակ հրադադար, որը տարածվելու է նաեւ Լիբանանի վրա, ծովային շրջափակման վերացում եւ իրանական սառեցված ակտիվների զգալի մասի փոխանցում։ Պատգամավորը նշել է, որ Թեհրանը չի պատրաստվում որոշում ներկայացնել Թրամփի էմոցիոնալ հրապարակումների հիման վրա եւ անպայման պաշտպանելու է իր ազգային շահերն ու կարմիր գծերը։ Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսը հայտարարել է ամերիկյան F-35 կործանիչ թիրախավորելու եւ MQ-9 անօդաչու սարքոցելու մասին։ ԱՄՆ-ն դեռ չի մեկնաբանել սա, սակայն ավելի վաղ ինքնապաշտպանական հարվածներ էր հասցրել Հորմուզի նեղուցի մոտ գտնվող իրանական ռազմական օբյեկտներին։ ԱՄՆ հարավային հրամանատարությունը Խաղաղ օվկիանոսում հարվածել է իրենց խոսքով ահաբեկչական խմբավորումների պատկանող նարկոնավի։ Սպանվել է 1 մարդ։ Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի ամենամեծ ամբարտակին՝ Քարաունին, որը ջուր է մատակարարում շրջակա մի քանի գյուղերին։ Կադրերում հարավային Լիբանանի Նաբաթիե քաղաքն է։ Զոհերի թիվը միայն այս քաղաքում գնալով աճում է։ Ավերվել են տասնյակ տներ։ Այսպես իսրայելական բանակը սկսել է ցամաքային առաջխաղացում իր իսկ հայտարարած դեղին գծից՝ Լիբանանի հարավում սահմանված բուֆերային գոտուց դուրս։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ռազմական նոր ագրեսիան արդարացնելու համար հայտարարել է, թե պարզապես ցանկանում է լայնացնել անվտանգության գոտին, որպեսզի պաշտպանի Իսրայելի հյուսիսային բնակավայրերը։ Ավելին, նա Լիբանանի մի շարք բնակավայրերի բնակիչների հորդորել է չվերադառնալ իրենց տներ, քանի որ առջևում սպասվում են ավելի լուրջ ռազմական գործողություններ։ Ապրիլին Դոնալդ Թրամփի միջնորդությամբ 10-օրյա հրադադար էր կնքվել Իսրայելի եւ Լիբանանի միջև։ Նեթանյահուն էլ վստահեցրել էր, որ իրենց նպատակը ահաբեկչական խմբավորմանը իրենց սահմաններից հեռացնելն է։ Հենց հաջորդ օրը իսրայելական հրթիռները գործի էին անցել ու սկսել ավելի ինտենսիվ հրթիռակոծել Լիբանանի տարբեր բնակավայրեր։ Արդեն հայտնի է, որ վերջին 2 ամսում 3100-ից ավելի լիբանանցի է սպանվել, միլիոնից ավելի մարդ փախստական է դարձել, գրավվել է Լիբանանի տարածքի 6%-ից ավելին։ Зараз важливо і надалі доносити до всіх. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է եւս 2-3 տարի ձգձգել հակամարտությունը։ Նա հրամայել է պատրաստվել ռազմական գործողությունների շարունակմանը, հայտնել է Էկոնոմիստը։ Նշվել է, որ Ուկրաինան այսպես ասած գոյատևելու է չնայած կոռուպցիային եւ ռազմատենչությանը։ Հայտնի է, որ խաղաբանակցությունները կարող են վերսկսվել արդեն այս ամռանը։ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն էլ հույս է հայտնել, որ 10 տարի հետո Ուկրաինայում պատերազմը կավարտվի։ Սիդնեյում լուսային շոուի ժամանակ տեխնիկական խնդիրների պատճառով Խաղաղ օվկիանոս է ընկել գրեթե 90 դրոն։ Դեպքը տեղի ունեցել Vivid Sydney փառատոնի ժամանակ։ Փառատոնի կազմակերպիչները միջադեպը վերագրել են անկանխատեսելի տեխնիկական խնդիրների։ Մի քանի ներկայացումներ չեղարկվել են։ Բրիտանական Sky Magic ընկերությունը, որը պատասխանատու էր անօդաչու թռչող սարքերի շոուի համար, ավելի ուշ հայտարարել է, որ խափանումը պայմանավորված է եղել ռադիոհաճախականության անսպասելի փոփոխությամբ անօդաչուների երկինք բարձրանալուց հետո։